Ի վերջո կարող ես բերել, կապակցել, կապել, խոսել, մենք մեր օդը մեկին չենք տալիս, եթե անալոգի անենք, ստացի, որ ամբողջ Եվրոպան իր օդներ զիջել է ամերիկացիներին, որովհետև աշխարհում կան երկու համակարգեր, հակաօդային պաշտպանության եւ այդ հակաօդային պաշտպանության արդյունավետ համակարգերից մեկը դա է եւ երկրորդը Միացյալ Նահանգներն, Եթե նույն անալոգիայով գնանք, գիտեք, որ այսօր Ռումինիայում էլ որոշակի ուրեմն շարժում կա, այդ առումով, որ հակաօդային պաշտպանություն ստեղծելով, նրանք նաև թիրախ են դառնում Ռուսաստանի կողմից, Ինչևից է, մենք կարծում եմ, որ այս առումով ճիշտ ուղղությամբ ենք գնում եւ նաեւ ոչ միայն ճիշտ ուղղությամբ, ռազմավարական դաշինքը դա հատկանէ եւ բնական է, որ հապկի հետ պիտի կառուցեիր այդ անձրևանոցը, այդպես ասեմ, որովհետև նաև խոսք կա, որ նույն Ադրբեջանի կողմից կամ եթե չեմ ասենք Թուրքիայի կողմից այդ հնարավոր հարձակումներից ինչպես պիտի պաշտպանվես, խոսքը հակաօդային պաշտպանության մասին է եւ բնական է, որ կոնկրետ Հայաստանի պարագայում այդ պաշտպանությունը պիտի ապահովեր հապկը իդեմս, երբ որ ասում ենք հատկապես Ռուսաստանի դաշնության այնպես ինչպես նույն եվրոպական երկրներ կամ ՆԱՏՕ-ի անդամ երկրների համար դա անում է Միացյալ Նահանգները։ Սա ուղղակի աքսիոմատիկ հասկացություն է, ուստի ուղղակի բերել ասել, օդ ենք տալիս, չգիտեմ ինչ է տալիս, որ առնեզն տեղ ինչ է։ Հիմա ինչ վերաբերում է Ղարաբաղյան խնդրին, ես համամիտ եմ, որ մենք մեր ուշադրությունը պիտի կենտրոնացնենք մեր երկրի ներքին խնդիրներին եւ ներքին խնդիրներից թիվ մեկ խնդիրը ես կարծում եմ, որ դա իրականում տնտեսության զարգացումն է։ Տնտեսության զարգացումը ինչ բանկի վրա, այո, մրցակցությունը խթանելու բանկի վրա, որովհետեւ առանց մրցակցության ուղղակի մտածել որակի մասին մեկ անգամ չէ որ ասել եմ եւ սա եւս դասակարգային ճշմարտություն է, ուղղակի չի կարելի։ Եվ այս առումով են քայլերը, որոնք մենք տեսնում ենք եւ առաջիկայում ենք գիտենք, որ արդեն ավելի կարծում եմ կոնկրետ քայլերի ակնկալիքով մենք կլսենք կառավարության համապատասխան պատասխանատուների ելույթները հանդես գալը, մենք հեսա կհասնենք դրանից հետո հնարավորություն կունենանք եւ հետևելու եւ ինչ չէ կոնկրետ ես նաեւ ակտիվորեն մասնակցելու, ուրեմն այդ քայլերն իրականացնելու Կարող եմ մի փոքր հակաճառել, որովհետև մենք առանց օդային պայմանավորվածությունների հապկի ունեին բազմաթիվ դաշնակցական պայմանագրեր եւ դա ցամաքային եւ այլ գործողությունների ժամանակ բնավ իրեն չարդարացրել։ Հարց երկրորդ, արդյոք Ղարաբաղը մտնում է հապկի օդային տարածքում։ Այսինքն չարդարացրեց այն, որ Հայաստանի սահմանների վրա եղան բազմաթիվ դիվերսիաներ եւ մենք ունեցանք հապկի կողմ։ Ոնց ադրբեջանական անցյալ տարվա ամեն տարի ամառ ակտիվացան նոյեմբերյան, օգոստոսյան դիվերսիաներ եւ մենք չունեցանք հապկի նույնիսկ մեղադրական եզրակացությունը կամ հայտարարությունը, որ մի անգամ էլ կպնեք մեր դաշնակից երկրի, մենք ձեզ ցույց կտանք։ Ինչ վերաբերում է օդային հարձակումներին, կներեք, բայց հապկի գլխավոր քարտուղը հանդես է եկել հայտարարությունով, կարող ենք հենց հիմա բացել ու մեկ անգամ չէ, երբ պարոն Բորդյուժան հանդես է եկել։ Պարոն Բորդյուժան երբ որ առաջին դիվերսիայի ժամանակ հարցրեցին, մեկ անգամ չէ, որ մենք ասել ենք, որ որպեսզի հապկը ուրեմն ներգրավվի, անհրաժեշտ է որպեսզի Հայաստանի Հանրապետությունը Պարոն Դավթյան, դա էլ գիտեք, երբ որ ասում եք պայմանագրերը, հարցը այնուամենայնիվ չեք ուզում այդ հարցը տամ։ Ղարաբաղը մտնում է հապկ դաշինքի ռազմական այսպես հովանոցի տակ։ Կա արդյոք, բա այդ դեպքում Հայաստանը սուվերեն երկիր է եւ նրա վրա օդային հարձակում գործելու պարագայում գործում է նաեւ միջազգային պաշտպանական նորմերը։ Եթե Ղարաբաղը, որ հիմնական թիրախն է բոլոր օդային հարձակումների, չի մտնում այդ հովանոցի ներքո, որն է այն գինը, որ մենք վճարում ենք, երբ որ մենք ասում ենք, որ անվտանգությունը Եվրոպան հանձնեց Միացյալ Նահանգներին, նա դրա փոխարեն ստացավ երաշխիքներ։ Ինչ ենք ստանում մենք, եթե մեր հիմնական մտահոգությունը Ղարաբաղը մնում է նույն անպաշտպան վիճակում։
Լավ, գիտեք, ինձ թվում է, որ այդ հարցի պատասխանը դուք հրաշալի գիտեք, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը չճանաչված պետությունն է, չէ՞, այդպես է, թե այդպես չէ։ Եվ ինչպես եք պատկերացնում, Հայաստանի Հանրապետությունը երբ կնքում էր պայմանագիր, Հայաստանի Հանրապետությունը այդ պայմանագրի մեջ նշել նաև որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ևս է պայմանագրի մաս է կազմում։ Օդը նոր են, չէ՞ քննարկում։ Սա ուղղակի իրավական առումով սա նոնսենս է եւ բնական է որ